Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Մայիս Երջանիկի Միրզոյան։ Ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին Սյունիքի մարզի Դարբազ գյուղում։ Մանկությունն ու պատանեկությունն անցեկացրել Հայրենի գյուղում։ 1963-ից 73 թվականներին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ 1973-1974 թվականներին սովորել է Երևանի թիվ 9 պրոֆտեխ ուսումնարանում։ 1974-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1979 թվականներին աշխատել է Տաթևհեկի գլխային կառույցում որպես էլեկտրիկ։ Միաժամանակ սովորել է Սիսիանի պոլիտեխնիկումում, ապա Շամփեկում մեքենավար, այնուհետև գլխավոր վահանակի էլեկտրիկ։ 1988 թվականներին Արցախյան շարժման առաջին օրից մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների, ապա Ղարաբաղի Բերձորի ենթաշրջանի պաշտպանությանը։ 1992 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայոց ազգային բանակի կազմավորման գործում։ 1993 թվականի հունվարի 16-ին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային դաշտում, որպես դասակի հրամանատար, ապա ստացել ավագ լեյտենանտի կոչում։ Նույն թվականի մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մարդ է մղել անձնորած կերպով եւ վիրավորվել։ Սակայն դա նրա համար գեթ մեկ ակնթարթ առիթ չի հանդիսացել ընկերներին թողնելու։ Եվ նույն թվականի հոկտեմբերին ապաքինվելուց անմիջապես հետո վերադարձել է շարքեր, դարձել Վաշտի հրամանատար, քանզի նրա եռուն արյալ մեջ ապրում էր մեծ հայրենասերի անսասան ու անկոտրում ոգին։ Մասնակցել է Արցախյան պատերազմի բոլոր մարտերին եւ միշտ վերադարձել փառքով ու հաղթանակով։ Որպես մեծ հայրենասեր պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով։ 1988-ից 1994 թվականներին Արցախյան շարժմանը մասնակցելու համար պարգևատրվել է ազատագրում մեդալով։ 1992 թվականին մարտական գործողությունների մասնակից մեդալով։ 2001 թվականին մարտական ծառայություն, ապա արիություն մեդալներով։ Նաև պարգևատրվել է ինչպես մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին մեդալով, այնպես էլ երկրապահի մեդալով։ 2009 թվականին Արաբո մեդալով։ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից զինված ուժեր 20 տարի մեդալով։ 2015 թվականին Վազգեն Սարգսյան մեդալով։ Ապա ԱՄՆ-ի դեսպանի կողմից մի ռազմական միջոցառման ժամանակ պարգևատրվել է ևս մի մեդալով։ Մեր քաջասիրտ հերոսը երկրորդ խմբի հաշմանդամ էր։ 1995-1996 թվականներին ստեղծել է Երկրապահ կամավորական միության հասարակական կազմակերպությունը եւ անձամբ էլ ղեկավարել այն, ապա եղել է Սիսիանի բաժանմունքի հիմնադիր նախագահ։ 1996 թվականին ստացել է կապիտանի կոչում եւ նշանակվել N զորամասի մարտական պատրաստության խմբի պետ։ 1997 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ, մասնակցելով բանակաշինության բոլոր փուլերին։ 2011 թվականին անցել է թոշակի փոխգնդապետի կոչումով։ 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Շամփ ու Դարբազ համայնքների ղեկավար է ընտրվել։ 2015 թվականի դեկտեմբերին ընտրվել է Երկրապահ կամավորականների Սիսիանի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնակատար։ 2015 թվականին համատեղության կարգով նշանակվել է Երկրապահ կամավորականների Սիսիանի մասնաճյուղի նախագահ։ 2016 թվականի ապրիլի 1-ին թուրք խուժանը լայնամասշտաբ հարձակում էր ծավալել Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Մեր հերոսը, անտեսելով սրտի բարդ վիրահատություններից դեռևս չապաքինված ցավը, նաև իրեն վստահված պատասխանատու պաշտոնները, առանց հապաղելու իր մարտական ընկերների հետ մեկնեց Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի պաշտպանության առաջին գիծ։ Այո, Սիսիանի Երկրապահ կամավորականների մասնաճյուղի նախագահ Մայիս Միրզոյանը չէր կարող հանգիստ նստել եւ ոչինչ չձեռնարկել, չէ որ հակառակորդը ուզում էր խուժել իր պապերի հողն ու կրկնել 1915 թվականի եղեռնը։ Նա շտապեց 90-ականներին կիսատ թողած գործը ավարտին հասցնելու, քանի որ չէր համակերպվում Արցախյան պատերազմի ճակերտավոր զինադադարի հետ, երբ անընդհատ հակառակորդի սանձարձակ պահվածքի արդյունքում անմեղ զինվորներ էին զոհվում։ Նա Երկրապահ կամավորականների միության քաջարի մարտիկների հետ շտապեց պաշտպանելու իր հայրենի սահմանները։ Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ի առավոտյան Մարտակերտի ճանապարհին անօթաչու սարքով ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի ուազը, որի մեջ էր 9 հոգանոց սիսական ջոկատը։ Այդ թվում եւ հզոր ոգով
Մայիս Միրզոյանը, որ բոլորի հետ ինքն էլ է մահացու վիրավորում ստացել։ Մեքենան կանգնել է, նաև մյուսներն իջել են ու մի քանի քայլ արել եւ հենց այդտեղ էլ արկ ընկնելով մեքենայի վրա պայթել է։ Մայիս Միրզոյանը հավերժացավ կյանքի 60-րդ գարունը չբոլորած եւ իր երազած հաղթանակը չտեսած։ Անկատար մնացին հայրենի գյուղի շենացման նրա ծրագրերը։ Նա մենակ չթողեց իրենից շատ երիտասարդ այն քաջերին, ովքեր իրենից առաջ արդեն բռնել էին ճամփան հավերժի ճամփորդի։ Փառք մեր անսասան քաջի հիշատակին եւ խոնարհումս նրա ողջ կյանքի անցած ուղուն։ Ուներ 4 զավակ, 3 աղջիկ, 1 տղա։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, ապա պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից։ 2017 թվականին սպարապետ Վազգեն Սարգսյան մեդալով, 2018-ին հայրենիքի պաշտպանության համար մեդալով, նաև ազատամարտիկ մեդալով։ Նորից էլի ու կրկին փառք մեր հերոսների հիշատակին։ Նրան երբեք բացակա չենք տնի։